հոգուց է բաղկացած։ Ցուցակը 92 հոգուց է բաղկացած, առաջին 30 արդեն իսկ հրապարակել ենք, ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։ Առնվազն Երևանի արդյունքները պետք է ավելացված լինեն։ Խաչատրյան ընդդիմադիր ուժերը Հայաստան դաշինքները այսօր այստեղ նշում են, որ եթե չկարողանան մեծամասնություն ունենալ, իրենց նպատակը հետընտրական զարգացումներն են, լայն կոալիցիա կազմելը, իշխանություն վերցնելը, դուք ինչ դիտարկումներ ունեք։ Միանշանակ չեն ունենալու մեծամասնություն, հետընտրական զարգացումներն էլ իրանց մշտական մի քանի հանրահավաքով դեպի տուն ուղևորվելն է։ Մենք բազմիցս ասել ենք, նորից կրկնում եմ, մերձ դաշնակա-քոչարյանական ուժերից բացի մնացած ուժերի հետ հնարավոր է կոալիցիոն քննարկումներ։ ՔՊ-ի հետ պատրաստվում եք։ Եթե ձեր ձայնից կախված լինի։ Մենք ունենք ՔՊ-ի հետ կոալիցիոն համագործակցություն, եթե անհրաժեշտություն լինի, կքննարկենք եւ նաեւ կորոշենք համապետական մասշտաբով հնարից կոալիցիա։ Խաչատրյանից ինչու արևմտամետ ուժերը չկարողացան միասին միջակայքով գնալ ընտրությունների, տարաձայնություններ կային։ Գիտեք, Գյումրիից հետո մենք չենք ունեցել քննարկում համատեղ որևէ միասին գնալու։ Առնվազն Հանրապետություն կուսակցությունը համարում է, որ ինքը ունի այն հնարավորությունը, որ մենակ գնա ընտրությունների, Երևանը դրա վառ օրինակն է։ Այսօրերին ընտրակաշառքի տարբեր դեպքերի վերաբերյալ բացահայտումներ եղան հակակոռուպցիոնի կողմից, ձեզ օրինակ չի անհանգստացնում են ռեսուրսները, որ մասնավորապես ուժեղ Հայաստանն է ծախսում իրենց մասով այն բացահայտումները, ու սա ինչ արդյունք կարող է ունենալ ընտրությունները։ Մենք քաղաքական այն ուժն ենք, որը առաջին իսկ օրվանից դեռ այս բացահայտումները չկային, սրա մասին ասել ենք եւ ասել ենք կամ բոլոր հիմքերը իրենց չգրանցելու համար ընտրություններին։ Եվ ես դեռ լիահույս եմ, որ դա լինելու է, որովհետեւ կամ ինչ որ ընթացքում կկասեցվի այդ լիազորությունները, որովհետեւ ամեն բոլոր, բոլոր պատճառները կան դրա համար։ Այդ թվում նաև նրանց թղթերը կարծես գրանցում։ Հուսանք մինչև գրանցում հասկանանք ինչ է կատարվում։ Եկեք ասենք նաև Անդրանիկ Թևանյանի առնվազն իմ մասով ես չեմ պատկերացնում Քոչարյանի Անդոյի հետ որևիցե համագործակցություն։ Ես շեշտել եմ մերձ Քոչարյանադաշնակցական ուժերի Անդրանիկ Թևանյանը Քոչարյանի Անդոն է։ Այսպես որ նշում եք, օրինակ տեսեք, Նիկոլ Փաշինյանը մասին բնորոշում է պատերազմի եռակի կուսակցություն, նրանք այն կուսակցություններն են, որոնք կարծեք թե այս պահին ընդդիմադիր դաշտում գոնեքի առաջատար են կամ ֆավորիտ ուժերն են համարվում։ Իրանք ընդդիմադիր դաշտում առաջատար չեն, իրանք ուղղակի պաշտոններ կորցրած, աթոռներ կորցրած մարդիկ են, որոնք պայքարում են իրենց պաշտոնները հետ բերելու եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը սակարկող բոլոր մարդիկ են, որովհետեւ իրանք բոլորը Ռուսաստանից ուղղորդված տեխնացուներ են, որոնք չեն թաքցնում։ Իսկ Ռուսաստանի միակ երազանքը Հայաստանի Հանրապետությունը գուբերնիայի վերածած տեսնելն է։ Իրենք էլ ասում են, որ Հանրապետությունը ինքը բնեի չնայ։ Իրենք շատ բան կարող են ասել։ Դուք համաձայն եք, որ այդ ուժերը ինչ-որ տեսականորեն հնարավոր լինի կան իշխանության կապված։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, որտեղ ոչ մի տեսականորեն ոչ մի հնարավոր տարբերակ չկա այդ ուժերը կան իշխանության։ Որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին այնքան հասուն է, որ Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին չի բերելու իշխանության։ Շարունակում եք պնդել, որ եթե ընդդիմության ներկայացուցիչների իշխանության կամ պատերազմ է լինել սեպտեմբերի։ Գիտեք, այն մարդիկ, որոնք ընդդիմություն դուք շեշտում եք, ես ընդդիմություն համարում եմ մեզ եւ ասեմ, մեր իշխանություն գալու դեպքում պատերազմ չի լինելու։ Ձեր իշխանության Նաև միգուցե կոալիցիոն։ Դա արդեն հետընտրական շրջանում կարող է քննարկվել։ Միայնակ անցնելու խորհրդարան այդպեսի ակնկալիքներ կամ հույսեր ունեք։ Իհարկե ունենք։ Ցանկացած քաղաքական ուժ պետք է ունենա այդ համոզմունքով պետք է գնա ընտրության։ Թե ինչ կստացվի հետո դա արդեն ցույց կտա ժամանակը։